Այսօր խոսելու 21-ամյա Թովմաս Վարդանյանի մասին, որը հայտնվել է ճանապարհի հետևում եւ ստացել է հոգեկան շեղումներ։ Այսօր Թովմաս Վարդանյանը գտնվում է հիվանդանոցում հանգամանքների մասին պատմում ծնողները եւ փաստաբանը։ Այսօր մեր բանախոսներն են Թովմաս Վարդանյանի փաստաբան Արմեն Մկրտչյանը, նա հանդես գտավ նոր փաստերով եւ հայտարարությամբ, եւ Վարդանյանի ծնողները Կիմա եւ Մերուժան Վարդանյանները։ Պարոն Մկրտչյան, երևի թե դուք սկսեք, եթե դժվար չէ։ Այո։ Եվ հետո նախապատմությունը մի փոքր ներկայացրեք, եւ հետո մենք հարցերով։ Նախապատմությունը հետեւյալն է, հարգելի լրագրողներ, Թովմաս Վարդանյանը աշխատում է Զվարթնոց օդանավակայանի, աշխատել է Զվարթնոց օդանավակայանի էսպերանտո սրճարանում որպես խոհարարի օգնական։ Աշխատանքի ընթացքում իրենց աշխատակիցներից մի տարեցկնոջից պահանջում է, խնդրում է ավելի շուտ գումար իրեն տրամադրել տոկոսով, որպեսզի զբաղվի միաժամանակ իր աշխատանքի զուգահեռ նաև զբաղվի շորի առևտրով։ Այդ կինը տրամադրում է գումարը 50,000 դրամի եւ 250 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Թովմաս Վարդանյանը կատարելով իր նախապես տված խոստումը վերադարձնում է ինչպես տոկոսագումարը, այնպես էլ ամբողջ գումարը, որի մասին նաև հետագայում հայտնում է նաև իր ցուցմունքներով։ Թովմաս Վարդանյանը 2013 թվականի հունվար ամսին աշխատանքից վերադառնալուց իրենց համապատասխան տուժողի հետ միասին աշխատանքից վերադառնալուց ճանապարհին ունենում են ինչ-որ կոնֆլիկտ, ինչ-որ խոսակցություն, որը վերաճում է վիճաբանության։ Վիճաբանության ընթացքում կողմերը Թովմաս Վարդանյանը եւ տուժողը առաջանում է քաշքշուկներ ըստ գործի տվյալների։ Թովմաս Վարդանյանը իր ցուցմունքներով ասում է, որ ոչ մի սպանության փորձ չի կատարել եւ նման նպատակ էլ չի ունեցել։ Իսկ տուժողը իր խոսքերով ասում է, որ Թովմաս Վարդանյանը ցանկացել է սպանել իրեն ուրաքով, բազմակի հարվածներ է հասցրել իր գլխի շրջանում, այնուհետև փակել է բերանը, փորձելով խեղդամահ, տեսնելով, որ ուշագնաց է, թողնել դեպքի վայրում եւ հեռացել է։ Սա տուժողի խոսքերով, իսկ Թովմաս Վարդանյանը նշում է, որ նախ չուներ ոչ մի պատճառ եւ առիթ նրան սպանելու, սպանության շարժառիթներ չուներ, բացի այդ էլ եթե պատճառը ըստ տուժողի գումարի չվերադարձնելու նպատակն է շարժառիթը, ապա այս պարագայում նա ասում է, որ գումարը ամբողջությամբ վերադարձել է։ Այո։ Մեկ անգամ եւս մի ճշտում, ինքը 250 դոլարը վերադարձրել էր, 50,000-ը չէր վերադարձրել։ Ուրեմն վերադարձրել է ըստ իմ պաշտպանյալի Թովմաս Վարդանյանի ամբողջ գումարը եւ տոկոսը վերցված գումարին ամբողջությամբ վերադարձրել է։ Իսկ ըստ տուժողի խոսքի նա ասում է ինձ պարտքով տվել եմ 500 ԱՄՆ դոլար եւ 100,000 դրամ։ Տուժողի ցուցմունքից եմ հատված ասում։ Եվ ըստ պատճառաբանության տուժողի ասում է, որ վերադարձրել է 500 ԱՄՆ դոլարը 100,000 դրամը չվերադարձնելու պատրվակով ինձ խաբել է տարել է Դաշտամիջյան հատված, Ազատաշեն Մասիսի շրջանի Ազատաշեն գյուղի եւ հանկարծակի պայուսակից հանելով ուրաքը հարվածել է բազմակի հարվածներով գլխիս, փորձելով սպանել ինձ։ Այստեղ գործում առաջացել են մի շարք հակասություններ։ Իհարկե ես գործով ներգրավել եմ, որտեղ որպես արդեն երրորդ պաշտպան Թովմաս Վարդանյանը մինչ ինձ ունեցել է հանրային պաշտպան ներգրաված քննչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով, այնուհետև ունեցել է վճարովի պաշտպան, ես գործով ներգրաված եմ որպես երրորդ պաշտպան 2012 թվականի նոյեմբեր ամսից։ 13 թվականի նոյեմբեր ամսից։ Ուր է հասել գործը, ինչ փուլ Գործը հասել է դատաքննության վերսկսման, օրենքով սահմանված կարգով, ես գործով ներգրավելուց հետո միջնորդեցի դատարան, որպեսզի դատաքննությունը վերսկսվի։ Դատարանը բավարարեց իմ միջնորդությունը եւ դատաքննությունը վերսկսվեց։ Դատաքննության վերսկսման ընթացքում կատարվեցին մի շարք ստուգողական գործողություններ իմ կողմից եւ ի հայտ եկան այնպիսի էական հանգամանքներ, որոնք ազդում են գործի ելքի վրա,
որը անհերքելիորեն այս պարագայում ես կարող եմ ասել, որ արդեն իսկ ինչ որ առումով ապացուցում է իմ պաշտպանյալի անմեղությունը։ Մասնավորապես ես ուզում եմ նշել մի հատված, մի հանգամանք, որ դեպքի վայրի զննությունը, որի ժամանակ օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցեն քննիչը, երկու ընթերականներ եւ դեպքի վայրի զննությամբ հայտնի 22.01.2013 թվականին կատարվում է դեպքի վայրի զննությունը, որի ժամանակ ըստ քննչական մարմնի կազմած արձանագրության, քննիչի կազմած արձանագրության ներկա են եղել ընթերականներ Սարգիս Վարդենի Ավետիսյանը, Արբաթ գյուղի բնակիչ կամ Վարդանի Ավետիսյանը, ինչպես դատարանն է նշում, որովհետև ընթեռնելի չի ձեռագիրը, Վարդանի կամ Վարդգեսի կասկածի տակ ենք ունենում, եւ Նաիրա Ռազմիկի Ավետիսյանը, Արբաթ գյուղի բնակիչ։ Իմ կողմից կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում հարցում է կատարվում հանձնադրելի վիզաների վարչություն, տեսնելու հանրապետությունում նման տվյալներով, նման հասցեում, Արբաթ գյուղում քաղաքացիներ հաշվառված են թե ոչ, պարզվում է, որ հաշվառումներում նման քաղաքացիներ չկան։ Այնուհետև հաշվառումներից բացի բնակությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվում Արբաթ գյուղի գյուղապետին, պարզելու բնակվում են նման քաղաքացիներ գյուղում թե ոչ։ Գյուղապետը նույնպես ինձ պատասխանել է, որ Արբաթ գյուղում նման բնակիչներ չկան։ Այս հանգամանքը օրենքով սահմանված կարգով, եթե օրենքի խախտմամբ է ձեռք բերվում դեպքի վայրի զննությամբ իրեղեն ապացույց որակը, նա ինքնին առաջինչ փաստաթուղթ է, այսինքն Քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի համաձայն դեպքի վայրի զննությունը կամ ցանկացած ապացույց, եթե ձեռք է բերվում օրենքի խախտմամբ, քննչական կամ դատավարական օրենսգրքի խախտմամբ, դա պաշտպանը միջնորդում է դատարանին, որպեսզի դա ճանաչի ապացույցը անթույլատրելի, որի միջնորդությամբ ես դատարան ներկայացրել եմ իմ միջնորդությունը ապացույց անթույլատրելի ճանաչելու, սակայն դատարանը իմ միջնորդությունը հետաձգել է մինչև գործով ներգրավված ընթերականներին ստուգողական գործողությունների արդյունքում հրավիրեն դատարան, այսինքն դատարանը հավաստիանալու համար իմ տեղեկությանը նորից կրկին հարցում կատարի գյուղապետարան, պարզելու թե Սարգիս Վարդանի Ավետիսյան, Նաիրա Ռազմիկի Ավետիսյան տվյալներով մարդիկ բնակվում են թե ոչ։ Մի հարց ևս, մեր վարքյան եւ մի դեպքում Այո։ ականատեսներ, վկաներ այդ միջադեպի ժամանակ եղել են։ Նշեմ, որ միջադեպը տեղի է ունեցել Թոմաս Վարդանյանի պաշտպանյալից եւ գործող դուժողի միջեւ եւ այդ միջադեպին դաշտում, այո, Ազատաշեն գյուղի դաշտամիջյան հատվածում վկաներ չկան, որտեղ վկաներ չկան, իսկ այն ընթերականները, որոնք մասնակցել են քննիչի գործողությանը, որտեղ պետք է հայտնաբերվեն հանցագործության հետքեր եւ հայտնաբերվել է հանցագործության գործիք որակը, այսինքն ստացվում է իրավիճակ, որ նաեւ նման մարդիկ չեն մասնակցել նման գործողությանը։ Բացի այդ, ձեր հարցը լսում եմ, գործի այս ընթացիկ բարություն բարձր ուրախով ելել է։ Գործի քննությամբ, ինչպես ես ուսումնասիրեցի գործի նյութերը եւ իմ պաշտպանական ճառում դատաքննությունը վերսկսելու հիմնական կետերից մեկը նա էր, որ ուրաքը իրեղեն ապացույց ուրաքը ոչ մի տիպի փորձաքննությամբ չի ուղարկվել։ Ուրակ հայտնաբերվել է քննիչների կողմից, վերցվել դաշտից, արձանագրվել է եւ կնքվել է եւ այո, կցվել է գործին։ Սակայն ուրաքի հայտնաբերումն է արած ընթերականների։ Այո, հենց այս ուրաքի մասին է խոսքը։ Սակայն օրենքը ասում է հետեւյալը. եթե իրեղեն ապացույց է հայտնաբերվում եւ անհրաժեշտ են գործի օբյեկտիվ բազմակողմանի լրիվ քննության համար, պետք է ուրակը օրենքով սահմանված կարգում քննիչը ուղարկեր թե դատաբժշկական փորձաքննության, թե մատնադրոշմային, թե արունաբանական, որովհետեւ եթե այդ գործիքով հարվածում են մարդուն, նրա վրա կարող են լինել թե արյան հետքեր, թե մազի հետքեր եւ այլն։ Սակայն քննիչի կողմից ոչ մի գործողություններ ուրաքի փորձաքննության հետ կապված չի կատարվել եւ այն միջնորդությունը դատաքննությունը վերսկսելու էական խախտումների շարքի մեջ նաեւ մտնում էր այդ հանգամանքը։ Եվ դատարանը հաշվի առնելով նաեւ այս հանգամանքը, մի շարք այլ հանգամանքներ գործով իմ կողմից որպես խախտում հայտնաբերած,
354 հոդվածի կա դատաքննությունը վերսկսեց։ Ուժողի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննություն է, որ օրենքով սահմանված կարգով քննիչը պետք է ուղարկեր նաև ուրաքը, պարզելու հետևյալ հարցը, թե հնարավոր է հանցագործության գործիք ուրաքով պատճառված լինի նշված վնասվածքները քննիչը ուղղակի չի կատարել։ Ուղղակի նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, դատաբժիշկը հիմնվելով հիվանդանոցային փաստաթղթերի վրա, զննելով տուժողի վրա առկա մարմնական վնասվածքները, տվել է իր եզրակացությունը։ Այսինքն այն կարևոր էական հանգամանքին եւ հարցին, թե նշված ուրաքով հնարավոր էր հասցվել, որը քննիչի գործողությունների հիմքը պետք է լիներ, ուրաքը ուղղակի չի ուղարկվել փորձաքննության դատաբժշկի։ Տուժողի վրա ուղղակի հետքեր չեն այլ Ուրեմն տուժողի վրա նշված են, նկարագրված են մարմնական վնասվածքի առկա հետքերը, որոնք ասում են բուտ առարկայի ներգործության հետևանքներ են։ Այսինքն ենթադրելու, թե դա հասցված է, այո, հասցված է ուղղակի ուրաքով, քարով, թե այլ առարկաներով, այս հարցը մնացել է բաց։ Իսկ երիտասարդի վրա եղել են, այսինքն այդ քաշքշուկի Այո։ հետևանքով նրա վրա եւս եղել են։ Իմ պաշտպանյալի Թոմաս Վարդանյանի վրա եղել են ճանկարվածքներ, կապտուկներ, եւ սա ապացուցում է մի բան, որ ըստ էության նրանց մեջ վիճաբանություն եղել է, բայց ենթադրելու նույնիսկ քրեական դատավարության օրենսգիրքը, սահմանադրությունը ասում է, որ բոլոր ենթադրությունները դիտվում են ի օգուտ պաշտպանյալների, կասկածյալի մեղադրյալի, սա օրենքի պահանջն է, եթե դրանք օրենքով սահմանված կարգով չեն ապացուցվել մեղադրանքի կողմի կատարած գործողությունների արդյունքում։ Շատ բարի, միշտ ձեր գործի մեջ ներառվելը ուր էր հասել գործը։ Գործը հասել էր մի փուլի, որ վճարովի պաշտպանն էր մասնակցում, ես ուղղակի Չէ, երիտասարդի հետ է ինձ ավելի շատ հետաքրքրում, ինչ որ Ուրեմն Թոմաս Վարդանյանը, պաշտպանյալս, հրաժարվում է վճարովի պաշտպանի ծառայությունից այն փուլում, երբ օրենքով մեղադրանքի կողմը, մեղադրողը կարդում է ճառը եւ պահանջում է դատարանից 14 տարի ժամկետով ազատազրկում։ Եվ այն փուլում, երբ որ արդեն պետք է պաշտպանը իր հերթական ճառը ասեր, անդրադառնային պաշտպանյալից Թոմաս Վարդանյանի վերջին խոսքին, այնուհետև դատարանը գնար խորհրդակցական սենյակ, Թոմաս Վարդանյանը հրաժարվում է վճարովի պաշտպանի ծառայություններից, հայտարարելով, որ ցանկանում է նոր պաշտպան, ժամանակ խնդրելով դատարանից, եւ այդ ժամանակ ծնողները գտնելով ինձ, կնքում են պայմանագիր եւ բնականon ընթացքը շարունակվում է իմ մասնակցությամբ։ Ինչին։ Այս 14 տարիներից Ուրեմն սենց ասեմ, ոչ, դեռ դատարանն է հաստատում անձի մեղավորությունը հանցանք կատարելու մեջ եւ այս պարագայում դատաքննության վերսկսման փուլում մենք սկսում ենք զրոյական փուլից եւ կատարվում են բոլոր իմ պաշտպանական ճառով նշված գործողությունների ավարտի դեպքում արդեն կանրադառնա դատախազը եւ կասի նոր ճառ եւ դատախազի ճառից հետո ես ինքս իրավունք եմ ունենալու արտասանելու իմ ճառը, խոսքը տրվելու է վերջին խոսքի իրավունքը պաշտպանյալից Թոմաս Վարդանյանին, իսկ գործով ձեռք բերած բոլոր տեղեկությունները գործի օբյեկտիվ բազմակողմանի լրիվ քննության արդյունքում գնահատելու է դատարանը, թե Թոմաս Վարդանյանի արարքում ըստ մեղադրական եզրակացության, որը ներկայացնում է մեղադրանքի կողմը, առկա են քրեական օրենսգրքով արգելված սպանության փորձի հանցագործության հանցակազմը, թե ոչ։ Եթե դատարանը կգտնի, որ առկա է այդ հանցակազմը, նրանք դատապարտի օրենքով սահմանված պատասխանատվության, իսկ եթե դատարանը գտնի, որ առկա չէ այդ հոդվածով հանցակազմ, նրանք ազատի քրեական պատասխանատվության։ Նա ստացել է հոգեկան շեղումներ, մենք այսպիսի տեղեկություն ունենք եւ տարածում։ Ինչի հետ է դա կապված եւ ինչպես է դա արտահայտվում։ Ուրեմն հոգեկան շեղումները պաշտպանյալը ստացել է 2010 թվականին, դեռևս միջև գործի հետ առնչություն ունենալը նա վիրահատության հետևանքով պաշտպանյալս աղիքի վիրահատության կույր աղիքի վիրահատության հետևանքով ստանում է հոգեկան խանգարումները ըստ ծնողների խոսքի
բժիշկի սխալ միջամտության, վիրահատական սխալ միջամտության արդյունքում նա ստանում է այս հոգեկան խնդիրները, որի արդյունքում նա հաշվառվում է Մասիս տարածքի իր բնակության վայրի պոլիկլինիկայում, որտեղից էլ օրենքով սահմանված կարգով բժիշկի կողմից ստանում է հոգեմետ դեղորայք իր վիճակը կարգավորելու համար, սակայն ծնողները չունենալով համապատասխան գումար ստացիոնար բուժման չեն կարողանում տանել Տոմաս Վարդանյանին։ Իրան տանում են ստրես կենտրոն, գնում են օրենքով սահմանված ինչ-որ դեղորայքեր, որը որ ասենք թույլատրելի է, եւ միաժամանակ ձեռք են բերում դեղատոմսով բժշկի նշանակած հոգեմետ դեղերը, որպեսզի երեխան կարողանա մնալ ստաբիլ վիճակում։ Նույնիսկ այս պայմաններում երեխան Տոմաս Վարդանյանը, այսինքն պաշտպանյալս, 2010 թվականից տառապելով հոգեկան հիվանդությունով նա ցանկություն է հայտնում աշխատել եւ աշխատանքի է ընդունվում Զվարթնոտ օդանավակայանում որպես խոհարարի օգնական։ Ինքը ընդունելով այդ հոգեմետ դեղորայքը կարողանում է զսպել իր հիվանդությունը, չնայած նաև արդեն կախվածություն ունենալով այդ դեղորայքից։ Այո, ուրեմն ասեմ, գործով նշանակվել է դատա հոգեբուժական փորձաքննություն պարզելու արարքի կատարման պահին անձի մերձունակության խնդիրը։ Անդրադառնամ այդ խնդրին, որ ես իմ պաշտպանական ճառում նաև այդ մասով եմ արձագանքել, ուրեմն թիվ 5 բուժ միավորումը, որտեղ նշանակված է դատահոգեբուժական փորձաքննություն, տալիս է, որ արարք կատարելու պահին Տոմաս Վարդանյանը եղել է մեղսունակ, սակայն քննիչի այն հարցին, թե արարք կատարելուց հետո Տոմաս Վարդանյանը ունի հոգեկան խնդիրներ, այսինքն խանգարումներ, նրա adekvat վիճակը պարզելու համար, ուղղակի այս հարցը բաց է մնում, թե առաջի փորձաքննության եզրակացությամբ, թե դրանից հետո դատարանի կողմից նշանակված կրկնակի դատահոգեբուժական փորձաքննությամբ։ Առաջին խնդիրը ես ճիշտ հասկանամ, մինչև դեպքը, չէ՞։ Այո, մինչև դեպքը։ Հիմա Տոմաս Վարդանյանը որտեղ է, ինչ վիճակում է։ Ուրեմն Տոմաս Վարդանյանը արդեն 2013 թվականի փետրվարի 21-ից նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը եւ մինչեւ օրս Այսինքն այդ միջադեպից է։ Ոչ, երբեք ստորագրություն չի եղել։ Նա դեպքից հետո 2013 թվականի հունվարի 21-ին դեպքը երբ լինում է, նա միանգամից վատ վիճակով տեղափոխվում է հոգեբուժարան, թիվ 5 բուժ միավորում, որը Նուբարաշենում է գտնվում։ Դրանից հետո 1 ամիսվա ընթացքում բուժումն է ստանալու ընդ 2013 թվականի փետրվարի 21-ին քննիչի որոշմամբ խափանման միջոց է, միջնորդություն է ներկայացվում դատարան, խափանման միջոց է ընտրվում կալանավորումը։ Եվ Տոմաս Վարդանյանը մինչ օրս գտնվում է Նուբարաշեն, այո, գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում բժշկի հսկողության, հոգեբուժների, բժիշկների հսկողության տակ, որտեղ նույնպես ստանում է հոգեմետ դեղորայք, ես հարցում եմ կատարել, ուրեմն Տոմաս Վարդանյանը, այո, բազմիցս դատական նիստերի ընթացքում եւ մինչեւ իմ ներգրավելը եւ իմ ներգրավելուց հետո էլ բազմաթիվ անգամ հայտարարել է հացադուլ, ջրադուլ, սակայն նրա առողջական վիճակը վատ գնահատվելու արդյունքում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը ուղարկի նրա դիմումները մերժել են, թույլատրելու նրան հացադուլի եւ ջրադուլի։ Խնդրեմ, հարցեր ունեք։ Դեպքը կոնկրետ որը չնշեցիք այդպես։ Դեպքը տեղի ունեցել 2013 թվականի հունվարի 20 Հաջորդ օրը տեղափոխվել ուրեմն այդ օրը նա միանգամից որ գտնում են իրան վատ վիճակում, տեղափոխում են տուն։ Վատ վիճակը հոգեբանորեն ծեծված, այսինքն արյունոտված դեմքով, շորերի վրա արյան հետքեր, նաև իրան վատ հոգեկան վիճակով հայտնաբերելով հրավիրում են, ահազանգում են շտապօգնությունը իր վիճակով միանգամից տեղափոխում է թիվ 5 բուժ միավորում, որտեղ էլ գտնվում է մինչև կալանավորումը։ Գրեթե մի տարի կալանավորում է, չէ՞։ Այո։ Այս ընթացքում շարժ չկա։ Ինչ շարժ։ Փաստաթղթային ընթացքում ուրեմն այդ ժամանակվանից սկսած նրան ներգրավել են հանրային պաշտպան քրեական գործով, հանրային պաշտպանից հետո ծնողները ներգրավել են վճարովի պաշտպան,
կատարվել է դատաքննություն, ուսումնասիրվել են գործի նյութերը, ամբողջությամբ կատարվել են դատաքննչական գործողություններ, դատարանում հետազոտվել են ապացույցները, հրավիրվել են դատահոգեբուժական փորձագետները հարցաքննության, հրավիրվել են գործով վկանները հարցաքննության, եւ այս ամբողջ process-ը ամբողջությամբ տևել է մինչեւ 2013 թվականի նոյեմբեր ամիսը, երբ դատախազը իր ճառում արդեն կարդում է 14 տարի, պահանջում է դատարանից, որպեսզի պաշտպանյալից նկատմամբ կիրառվի պատժամիջոց 14 տարի, այդ ժամանակ պաշտպանյալը Թոմաս Վարդանյանը հրաժարվում է իր պաշտպանի ծառայություններից եւ դատարանին կարծիք հայտնում, որ ցանկանում է նոր պաշտպան ունենալ։ Խնդրեմ, հարցեր կարող եք ուղղել նաեւ ծնողներին։ Ասեք։ Գործի հետ կապված Մի քիչ բարձրացրեք։ ուզում եմ մեզ ուժերի պատմությունից մի բան ասեմ, որ երբ որ ուժողին գտնում են, առաջին հերթին ուժողին, եթե ոստիկաններն են, թող տեղափոխեն շտապօգնության մեքենայով, ոչ թե անձնական մեքենայով, որ հետո ճանապարհին ինչ որ մի բան լինելու դեպքում ասեն, տեսեք, սենց մի բան պատահեց։ Հիվանդանոց ընդունելու բանին բոլորս էլ հասկանում են, որ նման ծեծված, ոնց որ իրանք են նկարագրել, նման ծեծված մարդուն ճնշում չի ունենում, իսկ հիվանդանոց իրան ընդունում է 120-70 ճնշումով։ Ինքնին զարկերակ, եթե մարդ տանում է ստրես, տանում է արյուն է կորցնում, ես մենակ չեմ հասկանում հիվանդանոցի ինչ թուղթ է տալիս իրան։ Փորձագետը ոնց է նշում, որ իր կյանքին վտանգ է սպառվում, եթե ինքը ընդունում է նորմալ ճնշումով, նորմալ զարկերակով։ Երեխան հիվանդություն առաջացել է վիրահատությունից, մասսիվ հիվանդանոցի բերաղի վիրահատեցին, երկրորդ վիրահատությունից հետո ինքը տարել է 3 վիրահատություն, առաջի վիրահատությունը բերաղի քարեցին, 10 օր հետո երբ որ վատացավ, տարել են նորից նույն հիվանդանոցը, պարզվել է, որ թարախային կուտակում կա մոտը, 5 ժամ տևողությունով վիրահատություն են արել, 2 օր վերակենդանություն պահելուց հետո, երբ որ բերեցին արդեն պալատ, երեկոյան ընկավ նոպայի մեջ։ Վերակենդանությունից կանչ ենք տվել, եկել են նայել են, բուժօգնություն իրենց ցույց են տվել, հետո իրանք մեզ բացատրեցին, որ ձեր երեխան հիվանդ է եղել, դուք մեզ չեք տեղեկացրել, մենք անցկացրել ենք բուժձնություն, որ մեր երեխան նման հիվանդություն չի ունեցել։ Դա քանի տարեկան էր 17 տարեկան։ Որ նման հիվանդությունով ինքը չի տառապել, չի ունեցել, դա առաջացավ զուտ երկրորդ վիրահատությունից հետո։ Ներեք, ինքը բանակ գնացել է։ Ոչ, ինքը բանակից ազատված է Մորքի հոգեբուժարանի հիման վրա։ Այսինքն հոգեբուժարանի հիման վրա բանակից ազատված է։ Հենց դա է անհասկանալի։ Այո, մեղսունակ ճանաչել են դատահոգեբուժական փորձաքննությամբ նշանակված քննիչի կողմից, այնուհետև պաշտպանը միջնորդել է դատարանին նշանակել կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը բավարարել է նախկին պաշտպանի միջնորդությունը, նշանակվել է կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն, սակայն այն հարցմանը, թե եթե արարքի պահին անձը մեղսունակ է, դրանից հետո մեղսունակության խնդիրը ունի թե չէ, այսինքն մեղսունակ է թե ոչ, դա փորձագետները այդ հարցին չեն պատասխանել։ Եվ քրեական դատավարության օրենսգիրքը ունի նաև մի շարք պարզաբանումներ, որ եթե անձը նույնիսկ արարքը կատարել է մեղսունակ վիճակում, սակայն դրանից հետո հայտնվում է անմեղսունակության վիճակում, ուղղակի պետք է նրան բուժել, որից հետո միան անդրադառնալ պատժի հարցին։ Ես ինքս իմ միջնորդություններով այս հարցի բացը նույնպես իմ ճառի մեջ ասել եմ եւ դատաքննությամբ գործի քննության ընթացքում նույնպես կանադառնամ այս միջնորդության պնդմանը։ Տղայի հետ հանդիպել եմ հենց ինքը երբ որ տեղափոխեց Մուբարաշյանի հոգեբուժարան, դա հենց քննչական կազմը տարավ, բրիգադեր բերել, որ տանից տարավ։ Իրան 5-րդ բաժանմունք ընդունել է շատ ծանր վիճակում, որովհետև նույնիսկ նրան պատգարակով են ներս մտցրել։
5 օր հետո իրան դեղերը տալուց հետո, երբ որ իր գիտակցությունը արդեն եղել է տեղը, հիշել է ինքը ով ենք մենք, ինչ վիճակում է, ինքը որտեղ է, ես իրան հարցրել եմ, բալա, սենց բան եղել է, ասես չէ, մամա, տենց բան չկա, ես այդ օրվա մասին ոչ մի բան չեմ կարողանում հիշել։ Տեսակցությունների ժամանակ էր, որ իրան հարցնում ենք, ասում ենք դուք իրան գումար պարտ ես, ասում եք չէ, մամ ջան, ես այդ գումարը տվել եմ։ Ես իր գումարը տվել եմ, նույնիսկ իր եղբոր տղան է եղել վկա, որ ինքը այդ գումարը տարը տվել է եւ եղբայրը, եղբոր կինը, որում դատարանում իրանք հրաժարվեցին այդ փաստից։ Ասաց դու պարկած էիր ոտդ կոտրված, ես մտա գումարը տվեցի։ Հիշում ես քեզ էլ ասեցի առողջություն, շուտ կազդուրվի։ Չի ասում ես քեզ չեմ հիշում, նման բան չի եղել, բայց երբ որ մենք գնացինք դուժողին, երբ որ ես չգիտեի ոչ մի բան, դուժողի մոտ գնացի, ասի տղաս չէր խոսում, ասի կարող է ինչ իմանաք ովքեր են եղել իրանց վրա հարձակվողները, ինչ է կատարվել։ Իր եղբոր տղաները ունի հիվանդանոցում, իմ եւ իմ տեքոր կնգա ներկայությամբ, իր հորեղբոր ներկայությամբ, ասաց քո տղեն բոյով նիհար հետ տված մազերով տղայ, ասի հա, ասաց հա ես տեսել եմ, եկել է հորքուրինից տուն, հորքուրին էլ գումար ա տվել։ Երբ որ ես դատարանում իրան ասեմ դու ինձ սենց բան ես, ասես ինքն ասում ես քեզ առաջի անգամ եմ տեսնում, ասեմ տղա ինչ ես սուտ խոսում, հասկանում եմ որ քո հորաքույրն է, բայց չի կարելի, ախր 20 տարեկան տղան ա գնում փորձանում։ Հենց հիմքը սկզբից, այս գործը հիմքը սկզբից սխալ դրվեց ու սխալ էր գնում։ Քննիչից սկսած գործը սկսել է սխալ։ Մինչև պաշտպանի, երկրորդ պաշտպանի, երրորդ ավելի ճիշտ, մեր պաշտպանի։ Մենք չենք իմանում ինչ է կատարվել, մենք մտածում ենք կարող է, սենց անորոշ վիճակ էր, ոնց որ ոչինչ չտեսնենք, ոչինչ չհասկանանք։ Մինչև երրորդ փաստաբան եկավ, պարզեց, որ նման բաներ չկա, ոնց որ մեր աշխարհը արդեն սկսեց բացվել ու նոր հասկանանք, թե ինչ է կատարվում։ Հիմա որ դատականիստը նորից է սկսելու երկրորդ սկսելու ինչ է կատարվելու առաջին։ Հաջորդ դատական նիստը դատարանի կողմից նշանակված է 05-ը 02-2013 թվականի ժամը 12:00-ին այո, վաղն է նշանակված։ Բայց դուժողը չի լինի, այսինքն ներողություն, երիտասարդը չի լինելու, որովհետև ինչ վիճակում է։ Երիտասարդը ուրեմն 31/01/2014 թվականին վատանալով իր վիճակը, հոգեկան վիճակը վատանալով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինքնավնասման է դիմում եւ ես վերցրել եմ տեղեկանքը, նրան տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոն ձախ նախաբազկի միջին երրորդի ներսային մակերեսի կտրված պատռված վերքերով։ Այն որ նախորդ դատական նիստի ժամանակ Թոմաս Վարդանյանը հայտարարեց, եթե արտարություն չլինի, եթե բան չլինի, ես ինձ կյանքից վերջ կտամ, ես արդեն զգում եմ նրա գործողությունները, ես զգում եմ նրա հոգեկան լարվածությունը, որ նա նույնիսկ տեսնելով կատարված աշխատանքը, տեսնելով որ գնում ենք դեպի արդարություն, դատարանը բավարարում է կողմից ներկայացված միջնորդությունը, չի հավատում ուղղակի արդարադատությանը եւ ցանկանում է ինքնավնասման միջոցով պաշտպանել իր շահերը։ Եվ նրան բուժօգնություն ցույց տալուց հետո նորից տեղափոխում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Ես ինքս խոսել եմ նրա հետ, ծնողները խոսել են, այս պահի դրությամբ կասեի ոչ շատ լավ է գնահատվել իր վիճակը, որտեղ արյուն է կորցրել, գտնվում է բժիշկների հսկողության տակ Թոմաս Վարդանյանը եւ չեմ կարող ասել, թե ամսի 5-ի նիստին նա իր առողջական վիճակով ի վիճակի կլինի մասնակցելու, որովհետեւ նախորդ դատական նիստի ընթացքում նա նույնպես վատացավ, շտապօգնություն հրավիրեցին դատարան, բուժօգնություն, դատը տեղի է ունենում Մասիսի դատարանում, Վայոց ձորի ընդհանուր իրավասության Մասիսի դատարանում։ Դատավորը Պողոսյանը, այո, դռնբաց դատական նիստ է։ Փոքրիկ բան կողքից հարց, հետո կշարունակենք այս ուղղությամբ։ Դուք ասացիք տոկոսագումար է վերադարձրել, այսինքն այստեղ վաշխառության դեպքեր կա, այո, նման հանգամանք կար, սակայն գործի քննության ընթացքում վաշխառությունը չի հիմնավորվել քննիչի կողմից։ Այսինքն դուժողի կողմից վաշխառություն կատարելը չի
Չի դիտվել դատարանում, այո, չի դիտարկվել դատարանում։ ոչ թե չի դիտարկվել դատարանում, այլ այդ հանգամանքը քննության ընթացքում չի հիմնավորվել։ Այսինքն զուտ հիմնվելով պաշտպանելիս խոսքերին, դա չեն հիմնավորել, որ նա տոկոսով գումար է տվել։ Շատ բարի։ Ոնց թե հաջորդ նիստի մասին ազդարարեցիք Այո։ երկրինելու։ Քննարկվելու են միջնորդություններ, միաժամանակ հրավիրված ընթերականները, եթե այդպիսիք կան, պետք է մենք արդեն դատարանում ունկնդրենք, թե կան այդպիսի ընթերականներ, թե ոչ, միաժամանակ մի կարևոր վկա, որը Զվարթնոց օդանավակայանում աշխատում է եւ գործով շատ էական նշանակություն ունեցող հանգամանքների հետ իրապետում, դատարանը ծանոթագիր է ուղարկել, բավարարել է նաեւ նման միջնորդությունը եւ հույսով եմ, եթե ծանոթագիրը ժամանակին հասնի նշված վկային, նա ներկայանա, մենք ունենանք նոր տեղեկություններ գործով ավելի հետաքրքիր եւ իօգուտ իմ պաշտպանյանը։ Մարդը, որ իրենց հետ աշխատել է։ Որը աշխատել է եւ տիրապետում է տեղեկություններն ես չեմ հրապարակում, երևի վկան ինքը արդեն իր ներկայությամբ կհայտնի։ Շատ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Համաձայն եմ։